Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում ըստ լրագրողի երևում էր, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 2 ձերբակալված։ Հետքի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միլոն Մայնինգ ՍՊ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ Հետքը զրուցել է Միլոն Մայնինգ ՍՊ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր Սամվել Հակոբյանի եւ Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։ Նշենք, որ Միլոն Մայնինգ ընկերությունը զբաղվում է բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությամբ Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում։ Բաբկեն Հովակիմյանը մեծ զրույցում նշեց, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանը ընկերներ են եղել։ Նաիրի Հակոբյանը պատմել է, որ Կոնջորյանը եղել է անշարժ գույքի գործակալ եւ առաջարկել է նրան նշանակել Միլոն Realty ՍՊ-ի տնօրեն։ Այս ընկերությունը զբաղվում էր Միլոն Մայնինգ ՍՊ-ի կառուցած տների վաճառքով։ Միլոն Մայնինգ ՍՊ-ի իրավաբանը Լավրենտ Հարությունյանը պատմեց, որ Միլոն Realty-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ 2 տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել։ Վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Ընկերության իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ այդ գումարը վստահաբար գերազանցում է $100,000։ Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել խնդրել է զեղչեր անենք 1 քառակուսի մետրը 450,000 դրամի փոխարեն 430,000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440,000 դրամ։ Այդպես յուրաքանչյուր քառակուսի մետրի մեջ 10,000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, ովքեր բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊ-ի բանկային հաշվին։ Լավրենտ Հարությունյանի խոսքով Ավետ Կոնջորյանը կարծել է, որ կկարողանա այս փաստերը գաղտնի պահել, քանի որ ընկերությունը մի քանի շենքեր է կառուցում, ում ինչ մի շենքի գնորդներին հանձնվեին բնակարանները, նա կկարողանար մյուս շենքի բնակիչներից վերցնել գումարները եւ փոխանցել ընկերության հաշվին։ Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց, ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև այստեղ աշխատելը ու այստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ճարվել էր։ Մեր տեղեկություններով այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի եւ Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա ասել է, որ չի ուզում որևէ կապ ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։ Հովակիմյանը պատմում է, որ Կոնջորյանից գումարի վերադարձնելու պահանջ չի ներկայացրել, միայն ազատել է աշխատանքից ու ասել, որ իր հետ այլևս գործ չունենա։ Ես գերադասել եմ, որ այդ վնասները ես կրեմ, միայն թե այս հարցը փակվի գնա։ Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի եւ Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը Սամվել Հակոբյանը պատմում է, որ Ավետ Կոնջորյանն ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ հայհոյել ու սադրել Նաիրիին։ Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում եմ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվանի։ Այս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, 4 թոռներս են տանը եղել։ Եկել է էլի հայհոյել, սպառնացել։ Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեծ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Հետքն ամիսներ առաջ գրել էր, որ Միլոն Մայնինգի կառուցած շենքերից մեկում համատեղ սեփականության իրավունքով բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Ըստ Դատալեքս տեղեկատվական հարթակի տվյալների, Միլոն Մայնինգը պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը եւ վճարել տուժ 926,000 դրամի չափով, քանի որ Արմինե եւ Օֆելիա Կոնջորյանները չեն կատարել պայմանագրով սահմանված վճարումները։ Այս ընկերությունից թաունհաուս էր ձեռք բերել նաեւ Հայկ Կոնջորյանը, ընկերության հայտարարածից էականորեն էժան գնով։ Այս մասին հետքը գրել էր 2025 թվականին։ Հիշեցնենք, որ Ավետ Կոնջորյանին 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար։ Նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Ըստ դատավճռի Կոնջորյանը մի քաղաքացուց $15,000 կանխավճար էր վերցրել բնակարան վաճառելու համար եւ հափշտակել էր այդ գումարը։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Ավետ Կոնջորյանի հետ նրա տեսակետը եւս լսելու համար, բայց մեր զանգերը անպատասխան մնացին։